Խնդիրը հենց այդ է, որ այս իշխանությունները չի անում այն, ինչ խոստացել է իր ծրագրով հենց 2021 թվականին, երբ որ արդեն Արցախի մի մասը հանձնված էր, նրանք ծրագրում ներկայացնում էին ոչ թե այն, որ պատրաստվում են հանձնել նաև մնացած մասը, այլ ժողովրդին հերթական անգամ ստում, մանիպուլացնում էին, ասելով, որ նրանք պատրաստվում են նույնիսկ դեօկուպացնել Հադրութը եւ Շուշին։ Տեսնում ենք, որ նույնիսկ 1 տարի առաջ Արցախի բռնի տեղահանությունից հետո, երբ որ լրագրողները դիմում էին արտգործնախարարությանը, նրանք պատասխանում էին, որ արցախցիների հավաքական վերադարձի հարցը միշտ մնում է ԱԳՆ օրակարգում, իսկ այսօր տեսնում ենք, որ հրաժարվում են այդ հարցից, շատ աբսուրդային եւ հակահայկական հիմնավորումներ բերելով այդ ամենին։ Ինչ է ստացվում, որ հերթական անգամ հայկական դիվանագիտությունը, ոչ թե հերթական անգամ, այլ այս ամբողջ ընթացքում հայկական դիվանագիտությունը ծառայեցվում է իրենց քմահաճույքներին եւ ոչ թե հայկական շահին։ Այս ամենի մասին պետք է խոսենք եւ պահանջենք, որ եթե ոչ մի կերպ չեն բարձրաձայնում Արցախի հետ կապված խնդիրների մասին, հավաքական վերադարձի իրավունքի մասին, մեր գերիների մասին, որ Բաքվի բանտերում են, ուրեմն պետք է հարթակ ստեղծեն, որ արցախցիները իրենց իրավունքների համար պայքարեն։ Գերիների մասով իշխանությունը միշտ ասում է մենք քայլեր ձեռնարկում ենք, բայց միշտ չէ որ դրան մասին մենք բարձրաձայնում ենք, ըստ ձեզ քայլեր ձեռնարկվում են։ Կարծում եմ դա հերթական մանիպուլյացիան է։ Նույնը թե գերիների մասին խոսելը կարող է խանգարել գերիների վերադարձին։ Մենք տեսնում ենք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից շատ ավելի համարձակ է խոսում եւ շատ ավելի կարեւոր հայկական թեմաների մասին է բարձրաձայնում, քան օրինակ խոսում է ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը կամ Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ դա հերթական սուտը եւ մանիպուլյացիան է։ Գերիների մասին ոչ թե պետք է ինչ-որ չխոսվի կամ խոսվի այնպես, որ ոչ մեկին լսելի եւ հասկանալի չլինի, այլ դա պետք է լինի խաղաղության կամ որևէ բանակցության ոչ թե մաս, այլ նախապայման։ Բայց չկա այդ նախապայմանը իդեպ։ Նախապայմանի մասին ասեմ հետո նաև Չկա, իրենք ստացվում է, որ ձեռք են քաշել գերիների։ Խնդիրը հենց այդ է, այո, ձեռք են քաշել եւ այն, որ մենք զբաղվում ենք, դա չի երևում, դա չի կարող նախապայման լինել, դա զուտ արդարացումներ են։ Ոչ թե չի կարող, այլ ամոթ է, որ այդ պայմանը, մեր գերիների վերադարձի պայմանը նախապայման չլինի որևէ բանակցության համար։ Ինչ վերաբերում է հարթակներին, միջազգային տարբեր հարթակներում, տարբեր երկրների պարլամենտի կողմից նույնիսկ մենք տեսնում ենք Արցախի հարցի մասին բարձրաձայնում։ Վերջերս տեսակ, որ Շվեյցարիայի պարլամենտը նույնիսկ հայտարարություն ունեց արցախցիների հավաքական վերադարձի մասին։ Մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը շատ ավելի հետաքրքրված է նույնիսկ արցախցիների հավաքական վերադարձով իրավունքների իրացումով, քան այս պահի իշխանությունները։ Ինչը նշանակում է, որ այդ միջազգային հարթակներում ոչ թե նրանք պետք է գնան եւ ներկայացնեն ոչ արցախցիների եւ ոչ հայ ժողովրդի տեսակետը առայն թե Արցախի հարցը փակված է, այլ մարդիկ պետք է գնան եւ այն մարդիկ պետք է գնան, ովքեր ուզում են եւ պատրաստ են եւ կարող են պայքարել արցախցիների հավաքական վերադարձի համար։ Սիմոնյան, դուք ինչ դիրքորոշում ունեք այս այն հարցի հետ կապված, որ արդյոք այս պայքարը արցախցիների կարող է վերաճել համաժողովրդական շարժման Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կոնկրետ այս շարժման պահանջները էլի քաղաքական են, ես խորհրդի անդամ չեմ, բայց կարող եք տեսնել ամբողջական պահանջագիրը, որը այո նաև քաղաքական պահանջներ ունի։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ես որպես անձ կարող եմ հաստատել, որ միշտ այդ պահանջի համար պայքարի առաջամարտիկն եմ, խորհրդի անունից լիազորված չեմ որևէ տեսակետ հայտնել։